ժողովուրդը խուճապար փախնում են Մեսիանեյան, այդպես մի հատ բան վիճակ էր եղբայր, խանութ, մանոց աղբագին, սաղ չարբախը լծվել էր ստայր։ Շենգավիթում Շիրակի փողոցի իր բնակարանի պատշգամբի ապակե դռնից է խուճապ տեսել այս մարդը, երբ ցանկացել է դուրս գալ մաքուր օդ շնչելու։ Ուզում էի դուրը բացեի, մեկ է տեսավ, բան չի երևում։ Դոզը դիմանը հելավ, վեսը լավ, վենը լավ, չհասկացա ինչ է լավ։ Պայթյուն չի էլ է, ձեն չի էլ է, ուղղակի ղռոց մի հատ ղռոց եկավ։ Փոշու ամպերից ցրվելուց հետո է հասկացել, որ փուլ է եկել Դաշնամուրի նախկին գործարանի շենքի մի մասը։ Մի քիչ որ դոզը դիմանը մաքրվավ, նոր ճուկի վերախմեր բան Դաշնամուրի կեսը չկա։ Առավոտյան փլուզվել է եռահարկ շենքի այն հատվածը, որը որպես սննդի պահեստ վարձակալության էր տրված։ Բարեբախտաբար պայթյուն չի եղել, գազի արտահոսքը փրկարարները ժամանակին դադարեցրել են։ Արձագանքով խմբերը 10-13-ին տեղում են գտնվել, կատարվել է հետախուզության արդյունքում գազի արտահոսք է տեղի ունեցել, գազի արտահոսքն է դադարեցվել։ Փլուզման պատճառով մեկ մարդ ոտքի վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Տուժածը պատահարի պահին շենքի ներսում չի եղել, վնասվածքը ստացել է արտաքին պատի փլուզումից, հավանաբար մայթով անցնելիս է եղել։ Պարահանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, սահմանազատում է կատարվել տարածքի։ Փլուզման պահին նախկին գործարանի բակում եղած հսկիչների աչքի առաջ է հանկարծակի նստել շենքի մի մասը, նրանց ասելով պատահածը այնքան սարսափելի չէր ներսի կողմից, որքան դրսից։ Ճռռոց, շատ ուժեղ բան։ Ու սկսվեց բլվել, ես այն կողմերն էի։ Երկու հոգով էինք մենք ստեղ, ումից որ հերթափոխը ընդունել եմ, ինքն էլ էր ստեղ։ Ну, ստեղ ինչպես տեսնում եք, այդքան խայտառակ չի վիճակը, բայց հետո որ անցանք այն կողմ, այնտեղ շատ տխուր էր։ Չի վրա որ կայնած։ Փլուզված շենքի մոտ ապրող քաղաքացիները վախեցած են։ Ամեն օր անցնում են այդ մայթով, խանութ են գնում, աշխատանքի, երեխաները դպրոց։ Ասում են, մեծ ողբերգությունից չէին խուսափի, եթե փլուզումը 1-2 ժամ շուտ լիներ, դպրոց գնալու ժամին։ Արդեն վախենում ենք, որ դες բան մեր շենքի դեր կարալի, եթե դա, ասենք թե, դες նստելա բնականից է եղել, ոչ մի ուրիշ գործոն չկա, հնարավոր է որ մեր շենքի դեր դες բան պատահի։ Հարակացանի երեխեք են գնում դասի գալի, դե դասի էլ չելի մարդիկ են, մայթը անցնում են, ես էլ միշտ անցել եմ, ինչ իմանաս ախպի շենքը գլացվի վերը։ Դեռևս որևէ պաշտոնական բացատրություն չկա, թե ինչի հետևանք է փլուզումը։ Ասում են, հնարավոր է խարխուլ շենքի պահեստային տարածքները ծանրաբեռնված են սննդի արկղերով։ Քննչական կոմիտեն դեռ որևէ վարկած առաջ չի քաշում, մարդիկ հույս ունեն, որ նախաքննությունը կտա իրենց ուզող հարցերի պատասխանները։ Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։